Նարեկացի արվեստի միությունը ողջունում է բոլորին։ Այսօր մեր հարկի ներքո կկայանա արվեստագետ երգահան Կարլ Մանուկյանի ստեղծագործական տասնամյակին նվիրված գեղեցիկ երեկո, որը կոչվում է «Հաղթանակ մոխիրներից»։ Ես կխնդրեի Կարլ Մանուկյանին գալուց մոտ, որպեսզի ես նրան հանձնեմ Նարեկացի արվեստի միության խորհրդանշական նվերը, որ շատակ և հոգևորում են, որպեսզի միշտ ձեզ քաջալերի և ստիմուլ հաղորդի, որպեսզի ստեղծագործեք և ցանկություն ունենաք վերլուց գալու, խնդրեմ։ Ես ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Նարեկացի արվեստի միությանը, որ տրամադրում է հարթակ, որտեղ յուրաքանչյուր կատարող կամ ստեղծագործող կարողանում է ներկայացնել հայ արվեստը, պահպանելով այն և տարածելով այն։ Շնորհակալություն ձեզ։ Բարի երեկո, սիրելի ներկաներ, պատվարժան հյուրեր, արվեստասերներ և ստեղծագործ հոգիներ։ Ուրախ ենք ձեզ տեսնել Նարեկացի արվեստի միության համերգասրահում։ Հաղթանակ մոխիրներից խորագիրը կրող այս ստեղծագործական երեկոն կյանքի է կոչվել գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի մշակույթի և արվեստի ինստիտուտի կողմից ռեկտորի պաշտոնակատար Հարություն Հակոբյանի նախաձեռնությամբ և Կարլս Գրուպ կրթական գիտական մշակութային և սպորտային ընկերության տնօրեն Ալինա Մանուկյանի աջակցությամբ։ Իսկ հիմա բարեկամներ գնահատակ ենք հրավիրում գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի մշակույթի և արվեստի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար դիրիժոր Հարություն Հակոբյանին։ Սիրելի ներկաներ, ողջունում եմ ձեզ։ Շնորհակալ եմ կոմպոզիտոր Կարլ Մանուկյանի ստեղծագործական գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված այս յուրահատուկ երեկոյին ձեր մասնակցություն ունենալու համար։ Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի մշակույթի և արվեստի ինստիտուտի համար մեծ պատիվ է լինել այս գեղեցիկ երեկոյի կազմակերպման համահեղինակներից մեկը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր ունեցել են իրենց մեծ ներդրում այս երեկոյի կայացման գործում, հանձինս Նարեկացի արվեստի միության տնօրենությանը։ Շնորհակալ ենք ձեզ աջակցության համար։ Ովքեր չգիտեն, ուզում եմ տեղեկացնել, որ 2024 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից հրատարակվող հայ կոմպոզիտորների ստեղծագործական գունապնակ նարդի աշխարհում գիտական հոդվածների ժողովածուում տեղ է գտել կոմպոզիտոր Կարլ Մանուկյանի մասին իմ հոդվածը, որից ուզում եմ փոքրիկ մեջբերում անել։ 20-րդ դարի հայ երաժշտական մշակույթը հարստացավ մի շարք կոմպոզիտորների գործունեությամբ, որոնց աշխարհայացքն ու ոճը ձևավորվել է հայ ակադեմիական երաժշտության փորձը յուրացնելու հիման վրա։ 20-ից 21-րդ դարի սերունդների կոմպոզիտորները նոր ինքնատիպ և զարմանահրաշ ստեղծագործությունների հեղինակներ են, և այդ գործի շարունակողներից է Կարլ Մանուկյանը, ով այժմ էլ ուսումնասիրում և ընդլայնում է կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական մտքի անսահմանությունը, ստեղծելով խնդրի լուծման մեթոդաբանական նոր մոտեցումներ, համեմատական վերլուծության արդիական ուղիներ, որոնք կհանգեցնեն կատարողական արվեստի երևույթի նոր գնահատականի։ Նա ներշնչվում է հայ երաժշտարվեստում իրենց անջնջելի հետքը թողած նշանավոր արվեստ ստեղծագործողներից Ռոբերտ Ամիրխանյան, Արամ Սաթյան, Նարինե Զարիֆյան, Տիգրան Մանսուրյան, Մելիք Մավիսակարյան և այլք։ Իսկ ջազ փոփ երգեցողության բաժնում ներշնչվել ամբիոնի վարիչ պրոֆեսոր Նարինե Զարիֆյանի երաժշտությունից և իր դասախոս պրոֆեսոր Արմանուշ Հակոբյանի դասավանդման վարպետությունից։ Ցանկացած երիտասարդ ստեղծագործող կատարողի հետ ծանոթությունը ներկայացվում է առաջին հերթին որևէ վառ ստեղծագործության կատարմամբ, այնուհետև միայն հետևում ես կյանքի բերումով
նրա հաջողություններին ու հետաքրքրվում կենսագրությամբ։ Այդպես ստացվեց եւ մեր ծանոթությունը Կարլ Մանուկյան կոմպոզիտոր կատարողի հետ։ Կարլ Մանուկյանի կոմպոզիտորական ոճը սկսել է ձևավորվել դեռ այն ժամանակ, երբ հասկացավ, որ պետք է պարփակված հնարավորությունները բացահայտել եւ յուրօրինակ կերպով կիրառել, ոչ թե արտահայտչամիջոցների փորձարկման միջոցով, այլ բացահայտել համատեքստում մարմնավորված գեղարվեստական գաղափարը։ Հենց սա է պատճառը, որ Կարլ Մանուկյանի երաժշտությունը կրում է խորհրդավոր անփոփոխ բնույթ։ Կոմպոզիտորական դաստիարակությունը Կարլ Մանուկյանը ստացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, ԵՏԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիխայելյանի ղեկավարությամբ։ Կարլ Մանուկյանը ոչ միայն տաղանդավոր կոմպոզիտոր է, այլ նորարար, ով հաջողությամբ համադրում է հայկական երաժշտական ժառանգությունը ժամանակակից արտահայտչամիջոցների հետ, ստեղծելով յուրահատուկ ոճ եւ զգացմունքային խորություն։ Նրա երաժշտությունը հնչում է այսօր ամփոփելով 10 տարվա նվիրված ազնիվ ու ստեղծագործական ճանապարհը։ Մենք վստահ ենք, որ սա միայն սկիզբն է։ Նրա ստեղծագործական ուղին կլինի շարունակական ու բազմաշերտ, ինչպես մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը։ Այսպիսով, չշարժելով ձեր համբերությունը, խոսքը փոխանցում եմ օրվա հանդիսավոր ոսկե միկրոֆոն մրցանակակիր ստերեո ստուդիայի հաղորդավարուհի, հանրային ռադիոյի վաստակաշատ հաղորդավարուհի, ոսկե միկրոֆոն կրկնակի մրցանակակիր Անահիտ Նավարսադյանին։ Բարեկամներ, ինչպես արդեն նշվեց, այսօր մենք համախմբվել ենք նշելու կոմպոզիտոր Կարլ Մանուկյանի ստեղծագործական ճանապարհի 10 հրաշալի տարիները։ 10 տարի լռության եւ աղմուկի, սիրո եւ կարոտի, հույսի եւ վերածննդի երաժշտական պատմություն։ Կարլ Մանուկյանի ստեղծագործությունները շունչ են տալիս բարերին, զգացումներ լռությանը եւ գույներ կյանքի հուսալքված եւ մռայլ պահերին։ Դե ինչ սիրելի ներկաներ, եկեք միասին լսենք այն ստեղծագործությունները, որոնք ծնվել են Կարլ Մանուկյանի ապրումներից։ Մենախոսություն, խոսք եւ երաժշտություն Կարլ Մանուկյանի։ Մի օր ես կերնեմ, իմ ճամփան հեռու անհետ, ճամփա անհետ անդրադարձ, ճամփա, որ տանում է ինձ դեպի վեր, մի օր ես կգնամ, բայց սրտում իմ կմնաք, կանգ առ մի պահ, իմ ժամանակ, ու տար ինձ, թե կարոտեն հայացքը նրանց, ուղիղ դեպ երկինք, եւ երկինք նայեն աչքերով թաց ու կարոտած, աստղերը թող միավորվեն ու ստեղծեն ժպիտ իմ կորած, որ զգան կարոտ ու տագնապ, որ զգան ցավ ու դառնանան, անկարող լինեն գրկել ինձ ու ջերմանան։ Jump on,
շնորհակալություն երգում էր Սյուզաննա Խաչատրյանը։ Մամա, խոսք Արփինե Գյուրջինյանի։ Կատարում են արևներ մանկապատանեկան համույթի սաներ Սարա Քարամյանը և Գևորգ Ջորջ Մանուկյանը, կոմպոզիտորի նվագակցությամբ։ կատարում է Գիտության, Արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի նախապատրաստական բաժնի ուսանողի միջազգային մրցույթ փառատոների դափնեկիր Սյուզաննա Խաչատրյանը, կոմպոզիտորի նվագակցությամբ։ Փորձություններից չես գտնում վաղուց
գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի գլխավոր տնօրենի առաջին դասի խորհրդական, հոգավարձուների խորհրդի պատվավոր անդամ, Արևներ մանկապատանեկան համույթի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արփինե Հովհաննիսյանը։ Կարլ Մանուկյանը մի ֆենոմեն երիտասարդ է, որի գործունեությունը ուղղակի ստիպում է խոսել իր մասին։ Այն եզակի երիտասարդներից է, ով հետևողական, համառորեն հաղթահարելով բոլոր դժվարությունները մոտենում է իր երազանքին։ Ելնելով նրա երիտասարդ տարիքից, թվում է, թե վաղ է խոսել, առավել ևս նշել հեղինակային երեկոն, բայց ծանոթանալով նրա աշխատանքների որակին, եկեք ընդունենք, որ արժանի է։ Բոլորս էլ լավ հայտնի է, որ ուշտված մարդը միայն տաղանդով մեծ հաջողության չի հասնի։ Նույն ճակատագիրը սպասվում է նաև առանց տաղանդի, բայց աշխատասեր մարդու։ Բայց երբ տաղանդը և աշխատասիրությունը հանդիպում են իրար, արդեն այստեղ հաջողությունը անշեղտելի է։ Կարլ Մանուկյանի դեպքում այսպես է։ Կարլը շատ բազմաշնորհ անհատ է։ Բացի ստեղծագործելը հիանալի տիրապետում է դաշնամուրին, ոչ պակաս վոկալ արվեստին, և որպես կատարող, և որպես ուսուցիչ։ Ունի մանկավարժի և ղեկավարի ձիրք։ Ուզում եմ անդրադառնալ անձամբ ինձ համար շատ կարևոր նրա մարդկային տեսակին։ Շատ պարկեշտ, պոզիտիվ, լավ ընկեր, որդի, հարգալից դեպի մարդը առհասարակ, անկախ նրա տարիքից և դիրքից, շատ շնորհակալ, զգացմունքային, գեղեցիկը գնահատող, այս հատկությունները շատ կարևոր են ստեղծագործողի համար և անկեղծորեն արտացոլում են իր գործերի մեջ, ստիպելով հանդիսատեսին վերապրել իր զգացմունքները։ Նրա ստեղծագործությունները առանձնանում են իրենց հարուստ բովանդակությամբ և հագեցած են վառ տեխնիկական հմտություններով։ Կարլ ջան, ի սրտե շնորհավորում եմ քո գործունեության տասնամյակը և վստահ եմ, որ քո ուրույն տեղը կգտնես հայ մշակույթի պատմության հարուստ ժառանգության մեջ։ Աշնան արդյունք կատարում է գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի մշակույթի և արվեստի ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար, միջազգային մրցույթ փառատոների պատվավոր ժյուրիի անդամ, սաքսոֆոնահար Հարություն Հակոբյանը, կոմպոզիտորի նվագակցություն։
Նազանի Բրոյի մշակումը և գործիքավորումը կոմպոզիտոր Կարլ Մանուկյանի կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարության Քամանչար ժողովրդական նվագարանների անսամբլը դիրիժոր Հարություն Հակոբյան, գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Կարլ Մանուկյան։ Հավերժող Հայաստան, խոսք Կարլ Մանուկյանի,
եւ Օվսաննա Ալոյանի։ Կատարում է միջազգային մրցույթների դափնեկիր Մարիա Խանդանյանը, կոմպոզիտորի նվագակցությամբ։ Mundo
Առաջում դեմ եմ հրավիրում Հայաստան ազգային ժառանգության մշակութապահպան միության նախագահ Օվսանա Ալոյանին։ Ճիշտ ասած հուզված եմ, որովհետև նոր հնչող երգի մեջ իմ նման ունեն, որի համար շնորհակալություն եմ հայտնում հրաշք կոմպոզիտոր Կարլ Մանուկյանին եւ մեր հրաշալի երգչին հայտնի եմ ասելու, թե ինչ որտեղ գրված երգը, ինչ ձևով եւ ինչ շնչով ներկայացվեց այսօր ձեր դատին, հուսամ բոլորը հավանեցիք։ Իսկ այժմ անդրադառնալով Կարլ Մանուկյանին, ներկայանալով նաև որպես Հայաստան ազգային ժառանգության մշակութապահպան միության նախագահ, ուզում եմ ասել, մենք ճանաչում ենք Կարլ Մանուկյան կոմպոզիտորին, ճանաչում ենք Կարլ Մանուկյան երգչին, Կարլ Մանուկյան կազմակերպչին իր բոլոր հատկանիշներով եւ այսօր ուզում եմ անդրադառնալ նաև Կարլ Մանուկյանին այն առումով, որ նա լինելով հրաշալի մասնագետ անկախ իր մասնագիտական կողմնորոշումից, կոմպոզիտորական հզոր գործունեությունից այսօր անդրադարձ է կատարում կարծես թե արդեն անցում կատարվող մեր հայ ազգային երաժշտության կործանումից փրկարարվելու գործին եւ այս հրաշալի խումբը, որ այսօր ներկայացավ հրաշալի կատարումներով, ամբողջությամբ ապացուցեց, որ Կարլ Մանուկյանը կարողանում է հայ ազգայինը հանել, նոր շունչ տալ, մշակել եւ այսպիսի յուրովի ներկայացնել, որի համար Հայաստան ազգային ժառանգության մշակութապահպան միությունը այսօր այս հրաշալի միջոցառմանը պատիվ ունի արժանին պատվել եւ արժանին մատուցել մեր հրաշալի կոմպոզիտորին եւ այն ամենի համար, ինչ արդեն նա սկսել է եւ անում է հայկական ազգային երաժշտությունը վերհանելու եւ նորովի, նոր ոգով ու նոր շնչով ներկայացնելու համար։ Ես կխնդրեմ, որ բերեն մրցանակը, որպեսզի ես այս պահին հանձնեմ։ Ազգային ժառանգության մշակութապահպան միություն պատվոգիր տրվում է կոմպոզիտոր Կարլ Մանուկյանին Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի ստեղծագործական արվեստի 10-ամյա հոբելյանի արդիվ միության նախագահ Օվսանա Ալոյան Ես անգամ հուզված եմ Կարլի կողքին, ես ինձ եմ ինչպես երկում, աստղի կողքին։ Մի շատ գեղեցիկ բան եմ ուզում ասել, որ ես այն երջանիկն եմ, որ կարելի ասել Կարլ Մանուկյանի առաջին քայլերից իր հետ եմ, հպարտ եմ ինչի համար և շնորհակալ եմ Աստծուն և երջանիկ եմ, որովհետև իր բոլոր գործերը ծնվել են այն պահին, երբ ես ներկա եմ եղել, իր հետ ուզվել եմ, իր հետ ապրել եմ, իր հետ ուրախացել եմ և շարունակելու եմ քայլել մինչև այն պահը, երբ Կարլը շողշողալու է աստղերի չակերտավոր այն լայնածավալ հորիզոնում, որոնք քիչ-քիչ մտնելու են, որովհետև նրանք իրական չեն, իսկ այսօր մեզ հետ իմ կողքին ծագող հզոր աստղն է, շնորհակալ եմ։ Քեզ կներեմ, խոսք Արմեն Երեմյանի, կատարում է Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի նախապատրաստական բաժնի ուսանողուհի, միջազգային մրցույթ փառատոների դափնեկիր Ջուլիետա Արաքելյանը, կոմպոզիտորի նվագակցությամբ։ Qu'est-ce que
Եկել է պահը, որ ես իմ գործիքը պետք է զիջեմ այսօրվա կարևորագույն արտիստներից մեկին։ Անահիտ Բիլբարյանին։
Ռապսոդիա, փոխադրում կոմպոզիտորի Վիկտորիա Էքս Սիներիբուս հաղթանակ մոխիրներից սիմֆոնիկ ստեղծագործության առաջին մասից։ Լումեն Պոստ Տենեբրաս, լույսը խավարից հետո, կատարում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակակիր դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։
հասարակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ և փոփ երաժշտության ամբիոնիվարիչ, կոմպոզիտորների միության վարչության անդամ, Մովսես Խորենացի մեդալակիր, Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալակիր և հոգավարձուների խորհրդի պատվավոր նախագահ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը։ Մեզ մոտ տոն է, յուրաքանչյուր կոմպոզիտորի համար իր հեղինակային համերգը դա տոն է։ Եվ ես ցանկանում եմ, որ Կարլի կյանքում նմանատիպ տոները շատ լինեն, անվերջ լինեն, որտեղ դա ոգևորում է, դա կյանք է տալիս, ոգեշնչում է, եւ կոմպոզիտորը հենց այդ ելույթներով դառնում է կոմպոզիտոր։ Կարլ Մանուկյանի մասին կարող եմ շատ երկար խոսել, որովհետեւ նա իրեն դերսանորել է արդեն որպես երիտասարդ կայացած կոմպոզիտոր, որը ունի շատ գեղեցիկ ստեղծագործություններ, որը մենք արդեն ունկնդրեցինք։ Եվ պետք է ասեմ, որ Կարլի ստեղծագործություններին բնորոշ է մեղեդայնությունը, շատ գեղեցիկ հարմոնիկ մտածողությունը, ֆորմայի զգացողությունը, այդ ամեն ինչը Կարլն ունի։ Նրա ստեղծագործությունները բազմաթիվ անգամ կատարվել են եւ Հայաստանում, եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Ես ականատես եմ եղել Իսպանիայի թագավորությունում, ինչպես էին Կարլին ջերմ ընդունում նրա ստեղծագործությունները, շատ գեղեցիկ ստեղծագործություններ են, որոնք հնչեցին տարբեր մրցույթներին եւ բավականին բարձր հորիզոնականներ գրավեցին եւ խանդավառությամբ ունկնդիրը ընդունում էր Կարլի ստեղծագործությունները։ Եվ ստեղծագործությունները նաեւ նրա կատարողական արվեստի մասին պետք է խոսեմ, որ բավականին բարձր է։ Այստեղ նստած է իր պրոֆեսորը Տիկին Արման Հակոբյանը, որը իհարկե մեծ դեր ունի Կարլի կյանքում, որպես իր վոկալի գլխավոր դասախոս, եւ նաեւ պետք է ասել, որ Կարլին սպասում է շատ լավ եւ երկար ստեղծագործական ճանապարհ։ Կոմպոզիտոր լինելը շատ դժվար է, դա հեշտ չէ։ Դա շատ դժվար աշխատանք է, որը պետք է կատարվի ամեն օր։ Եվ նա կատարում է եւ այդ դժվարագույն ստեղծագործական աշխատանքը, եւ կազմակերպչական աշխատանքներն է կատարում։ Մեր Կարլը բազմաժանր, բազմակողմանի օժտված երիտասարդ է, ես իրեն ողջունում եմ, ցանկանում եմ իրան կանանց ճանապարհ բոլոր իր գործունեությունների մեջ։ Կարլ ջան, ես քեզ շատ սիրում եմ, ես քեզ ցանկանում եմ ամենալավը եւ բարին։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք կաք իմ կողքին, իմ կյանքում, ինչպես նշվեց ամենասկզբում, որը հոդվածում եւս հրատարակված է իմ մասին, ես ոգեշնչվել եմ ձեր արվեստից ու կարծում եմ մենք միասին մեծ ճանապարհ ենք անցնելով։ Ովքեր չգիտեն ասեն, որ նաեւ ես կատարում եմ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հրաշալի ստեղծագործությունները։ Այո, հրաշալի։ Բացի հորիզոնականները դերում են Շնորհակալություն ձեզ, շնորհակալ եմ։ Ես փողել էի խոսք Համո Սահյանի։ Կատարում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Լուսինե Կչոզյանը, կոմպոզիտորի նվագակցությամբ։ Ես թողել էի անվերազների կրեմանալը, ես թողել եմ բարձունքի ծաղկած ծառերի վրա, հովերը եկան, հովերը տարան, հողմերին տարան, իմ երազների ծվերները տակ։ Իմ երազների ծվերները Ես թողել էի բարձրունքի ծաղկած ծառերի վրա Հովերը եկան, հովերը
Եվ ես իզուր եմ որոնում հիմա իմ երազների ծվանները տակ իմ երազների ծվանները տակ բացրունքի ծաղկած ծաղերի վրա և ծառերի տակ Իմ ծիծաղների ծփանքները տակ Ես թողել էի գետափի կապույտ քարերի վրա Անձրևը եկավ, անձրևը տարավ Ծովերին տարավ իմ ծիծաղների ծփանքները տակ Իմ ծիծաղների ծփանքները տակ Եվ ես իզուր եմ որոնում հիմա Իմ ծիծաղների ծփանքները տակ Իմ ծիծաղների ծփանքները տակ Գետափի կապույտ քարերի վրա և քարերի տակ Եվ ես իզուր եմ որոնում հիմա Իմ երազների ծվանները տակ Իմ երազների ծվանները տակ Բարձրունքի ծաղկած ծառերի վրա և քարերի տակ Իմ ծիծաղների ծփանքները տակ Գետափի կապույտ քարերի վրա Երևանի Համո Սահյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանին խնդրեմ։ Ախր, բա ոնց չասես, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հորովել չկա, ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, ախր ուրիշ տեղ այսքան տաղանդավոր մարդիկ չկան, եկեք համաձայնենք։ Ես ուղղակի ուզում եմ ասել, ես այն երջանիկներից մեկն եմ, որ ճանաչում եմ երիտասարդ այս կոմպոզիտորի, այս ջերմակ հագուստներով, եւ արդեն 4 տարի է, որ Կարլ Մանուկյանի հետ գրեթե կարելի է ասել, որ համագործակցում ենք Համո Սահյանի անվան գրադարանում։ Բոլոր միջոցառումների, գրեթե կարելի է ասել բոլոր։ Եվ այսօր ականատես եղանք եւ լսեցինք նաեւ երիտասարդ մեր բանաստեղծներից մեկի խոսքերով գրված երգը
Եվ արդեն գիտեմ, որ մեկը եւս պետք է լսենք մեր բանաստեղծներից եւ կարծում եմ եւ հավատացած եմ, որ դեռ Կարլ Մանուկյանի հետ հետաքրքիր մի ծրագիր ունենք, մշակում ենք այդ ծրագիրը, որ մեր երիտասարդ ժամանակակից շատ գրողների ստեղծագործություններ դեռ երգեր են դառնալու Կարլի օգնությամբ, աջակցությամբ։ Ուզում եմ հրավիրել այս պահին այստեղ նաև մեր Արմինե Չիլինգարյանին, արդեն կես տարի է, որ գործում է Ավետիս արտ արվեստի մշակույթի միջազգային միությունը։ Համեցիր Արմինե ջան, եւ մենք ունենք մեր միության կողմից պարգև մեր սիրելի երիտասարդ կոմպոզիտոր Կարլ Մանուկյանին։ Մեր Ավետիս արտ խորհրդանիշը տրվում է կոմպոզիտոր Կարլ Մանուկյանին պատվոգիրը, ստեղծագործական գործունեության 10-ամյակի եւ Ավետիս արտ արվեստի միջազգային միության հետ արդյունավետ համագործակցության համար։ Հիմնադիր Նազենի Արզումանյան, գործադիր տնօրեն Արմինե Չիլինգարյան։ Սիրո աշտարակ, սիրո աշտարակ ողողված լույսով, ամենաբարձունք չարությանն ընդեմ, երկու ձեռքերս բարձրացնում եմ վեր, պարտվածի նման, ով կընտրեց եդեմ, բայց մնաց այնտեղ, մի քանի օրով և ամուր փակվեց դուռը նրա դեմ, քեզ ավեշ չկա, աշտարակ, քանզի քո շաղախի մեջ արցունք է կատել, Ավիկ Դերենց։ Իսկ հիմա բարեկամներ լսենք Ավիկ Դերենցի խոսքերով գրված երգը կատարում է Գիտության, Արվեստի և Մշակույթի միջազգային ակադեմիայի նախապատրաստական բաժնի ուսանողուհի, միջազգային մրցույթ փառատոների դափնեկիր Ջուլիետա Արաքելյանը հեղինակի նվագակցությամբ։ երկու
ձեռքերս բարձրացնում եմ վեր, բարդվածին ամեն, ով փնտրեց ձեռքերս բարձրացնում եմ վեր, բարդվածի նման, ով փնտրեց հետևել Այժմ ողջույնի խոսք ունի ասելու Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Արամ Սաթյանը։ Բարեկամներ, ես ուզում եմ նախ շնորհավորել այսպիսի բովանդակալից ստեղծագործական երեկոյի համար։ Սա սկիզբն է։ Իհարկե կան թերություններ, կան տարբեր ձևի մտահղացումներ, որոնք կարող են չիրականացնել, բայց սա սկիզբն է։ Մաղթենք բարի երթ մեր Կարլին, ցանկանանք, որ իր արվեստի մեջ այն մեղեդայնությունը, որը կա, միշտ կարողանա պահպանի և նոր ձևի մատուցի ու կնդրի, որովհետև հարցեր կան այսօր երգարվեստում, երբ որ մենք լսում ենք երգ առանց մեղեդի կամ երգ առանց խոսքի, այստեղ խոսքերը և երաժշտությունը իրար համընկնում են։ Ճիշտ է, ցանկալի է, ես մի քիչ չեմ ուզում քննադատաբար բանանել, տարբերակներ լինեն զարգացնելու այդ միտքը և հասցնելու ավելի ճիշտ ավարտին։ Կարճան շնորհավորում եմ։ Բարի երեկո, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար, շատ ուրախ եմ, որ այսօր այս գեղեցիկ օր ես գտնվում եմ այստեղ իմ ամուսնու հետ, ձեր մենահամերգին Կարլ։ Ես Կարլին շատ քիչ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց դարձել եմ երևի Կարլ Մանուկյանի ֆանատը, այսպես ասեմ, որովհետև իր ինչպես պարոն Սաթյանն ասեց, տարբերվում է մեղեդայնությունը։ Իրոք երգը, երաժշտությունը, խոսքը լրիվ տարբերվում է մյուսներից, մյուս ստեղծագործներից։ Ես ցանկանում եմ մեծ վերերքներ Կարլ ձեզ, ուրախ եմ, որ ձեզ ճանաչում եմ և ամենակարևորը ես շնորհավորում եմ ձեզ այս Ասամյա Հոբելյանին նվիրված ձեր համերգը և կուզեմ, որ իրոք մեր համագործակցությունը, որ այս կարճ ժամանակահատվածում սկսվեց և չունենա ավարտ, շարունակական լինի։ Շնորհավորում եմ։ Ես ուզում եմ ևս փոխադարձ շնորհավորել
Տիկին Խաչատրյանին, ովքեր չգիտեն, ասեմ, որ Անահիտ Խաչատրյանը Արարատի մարզի Արտաշատ խոշորացած համայնքի կրթության, մշակույթի, երիտասարդության սպորտի բաժնի ղեկավարն է։ Եկեք բարձր ծափարին, բայց ինչի համար իմ ավելի բարձր պիտի ուզեմ ծափերը։ Քանի որ այսօր նաև Տիկին Խաչատրյանի ծննդյան տարեդարձն է, եւ նա ինձ տոն է ներկայացնում։ Այս հրաշալի օրը ես որոշեցի անցկացնել Կարլի հետ։ Սիրելի ներկաներ, այսօր մենք միասին ճամփորդեցինք մի աշխարհով, որտեղ բառերը լռում էին, խոսում էր երաժշտությունը։ Ճամփորդեցինք հնչյունների միջով, կանգ առանք այնտեղ, որտեղ երաժշտությունը դառնում է հոգու խոսք։ Այս բեմը ձեր բուռն ծափահարություններով դարձավ վկայություն այն ճշմարտության, որ իսկական արվեստը մնում է հավերժ։ Եկեք մեկ անգամ ևս շնորհավորենք մեր սիրելի Կարլ Մանուկյանի տասնամյա գործունեությունը, բոլոր արտերների համար մինչ ավարտը եկեք վայելենք մի սքանչելի ստեղծագործություն, նվիրում Ազնավուրին, խոսք Կարլ Մանուկյանի և Շարլ Ազնավուրի, կատարում են Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի նախապատրաստական բաժնի ուսանողներ Ջուլիետա Արաքելյանը, Սյուզաննա Խաչատրյանը և սաքսոֆոնահար Հարություն Հակոբյանը, կոմպոզիտորի նահատակություն։ Վայելեք Մաշկիս վրա հույսի գրկում
ես ուզում եմ մինչ համերգի երեկոյի ավարտը հայտարարել ուզում եմ անհատապես շնորհակալություն հայտնել այսօրվա բոլոր պրոֆեսիոնալ, ճիշտ ասած բառեր չեմ գտնում, որովհետև անչափուզված եմ։ Ինձ համար շատ պատասխանատու օր էր սա, ինչու որովհետև ես ելույթ էի ունենում եւ հնչում էին իմ ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետության արվեստի վերին աստիճանի պրոֆեսիոնալ դեմքերի առաջ Նարինե Զարիֆյան, Արամ Սացյան, Արմանուշ Հակոբյան, Արփինե Հովհաննիսյան ու շարունակաբար կարող եմ նշել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել անհատապես բոլոր պրոֆեսիոնալ վերին աստիճանի պրոֆեսիոնալ արտիստներին, Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակակիր, Պետական սիմֆոնիկ նվագախմբի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Դիլբարյանին, ես ուզում եմ անակնկալ այսօրվա բոլոր արտիստների համար շնորհակալագիր տրվում է Հայաստանի նախագահի մրցանակակիր դաշնակահար Անահիտ Դիլբարյանին, կոմպոզիտոր Կարլ Մանուկյանի ստեղծագործական գործունեության 10-ամյա հոբելյանին նվիրված հաղթանակ մոխիրներից խորագիրը կրող երեկոյի ընթացքում Ռապսոդի Արմենիկա դաշնաուրային ռապսոդիայի բացառիկ բարձրարվեստ մեկնաբանության համար եկեք շատ բարձր կազմավորել։ Այս ողջանշական նուրը ձեզ, որպեսզի հավես հիշենք այսօրը, ես եմ ձեզ շնորհակալ։ Եկեք շատ բարձր կազմավորել։ Անահիտ Դիլբարյան։ Ես ուզում եմ եւ իհարկե Անահիտ Դիլբարյանին այս գեղեցիկ ծաղկեփունջ եմ ուզում հանձնել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, սիրված եւ ճանաչված երգչուհի Լուսինե Կչոզյանին, եկեք ծաղրել շատ բարձր։ Եվ նրան ևս հանձնել շնորհակալագիրը 10-ամյա հոբելյանին նվիրված հաղթանակ մոխիրներից խորագիրը կրող երեկոյի ընթացքում ես թողել էի խոսք Ամոս Սայանի ստեղծագործության բացառիկ բարձրավետ կատարման համար։ Եկեք շատ բարձր կատարել։ Ձեզ նաև այս ողջանշական նորը եւ իհարկե այս գեղեցիկ ծաղկեփունջը։ Եկեք շատ բարձր կատարել։ Լուսինե Կչոզյան։ Հավաստագիրը տրվում է երգչուհի միջազգային մրցույթների դափնեկիր Մարիա Խանդանյանին երեկոյին մասնակցելու Հավերժող Հայաստան ստեղծագործության անզուգական կատարման համար։ Եկեք շատ բարձր կատարել։ Եվ իհարկե այս գեղեցիկ ցանկները ձեզ։ Ինչ Կարլը սիրով հանձնում է մեր սիրելի արտիստներին պատրաստած իր գեղեցիկ մրցանակները, ծաղիկները եւ պատվոգրերը, մենք ունեինք անակնկալ հյուրեր, ովքեր եկել են իրենց սրտի խոսք ասելու եւ նաեւ պարգևատրելու Մանուկյանին, որպեսզի դա շատ ավելի չերկարի, իսկ մեր մյուս մասնակիցները թույլ կտան, հանձնենք Կարլինը, հետո նոր շարունակենք մյուսները։ Եթե թույլ կտակ ես ավարտեմ, որովհետև այսօրվա կարևորագույն դեպքերը իրենք են։ Եկեք ևս մեկ անգամ բարձր կատարենք իրենց։ Հավաստագիրը տրվում է երգչուհի Ջուլիետա Արաքելյանին, ստեղծագործական երեկոյի ընթացքում քեզ կներեմ խոսք Արմեն Երեմյանի ստեղծագործության անզուգական կատարման համար։ Եկեք շատ բարձր կատարել։ Հավաստագիրը տրվում է երգչուհի ով բերեց, ով մոտեցրեց, Սյուզաննա Խաչատրյանին, երեկոյի ընթացքում մենախոսություն ստեղծագործության անզուգական կատարման համար եւ իհարկե ծաղկեփունջը։
Հավաստագիրը տրվում է դուդուկահար Հակոբ Հակոբյանին հավերժող Հայաստան ստեղծագործության անձուկական նվագակցության համար։ Եվ իհարկե ուզում շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության, Քամանչահար ժողովրդական նվագարանների համույթին, մասնագետ Անժելա Միքայելյանին, եւ մեր հրաշալի ցաներին Լուիզա Մերկոմյան, Սամթուրահար, Դասահար Նարեկ Հայրապետյան, Բլուրահար Եվա Մայիլյան, Քարահար Վասիլ Մամիկոնյան, Ուդահար Տաթև Մայիլյան, Քամանչահար Սամվել Զաքոյան եւ իհարկե ուզում հանձնել արևներ մանկապատանեկան համույթի սաներ Սարա Քարամյանին եւ Գևորգ Ջորջ Մարուքյանին։ Եվ իհարկե, օրվա ամենակարևոր ուզում հատուկ շնորհակալություն հայտնել օրվա հաղորդավար, բոլորի կողմից սիրված եւ ճանաչված ոսկե միկրոֆոն կրկնակի մրցանակակիր հաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանին, եկեք շատ բարձր եւ բուռն պատկանալել։ Կոմպոզիտոր Կարեն Մանուկյանի ստեղծագործական գործունեության 10-ամյա հոբելյանի նվիրված ստեղծագործական երեկոյի բարձրավեստ մեկնաբանության համար համեցեք տիկին Նավասարդյան։ Այս գերեցիկ ծաղկեցնուժը ևս ձեզ և իհարկե այս լուրը, որպես հուշ այս երեկոյից։ Տիկին Ալոյան, Հայաստանի Հանրապետություն միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա պատվովիր տրվում է կոմպոզիտոր Կարլ Մանուկյանին Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացման գործում ներդրված ավանդի և ստեղծագործական արվեստի 10-ամյա հոբելյանի արդիվ։ Բարև ձեզ, շնում եմ ձեզ, սանան քանի որ անակնկալ ասես պիտի գաս եկա։ Ողջունում եմ ձեզ, մի քիչ զբաղվածության տոնի վրա էինք, շատ համայնքի ջրաշեն բնակավայրում ստեղծել ենք մարտական արվեստների կոմպատ միջազգային օլիմպիական կոմիտեն Եվրոպայից իրավունք ենք ստացել 10 տարի ժամկետում դիրապետել և ներկայացնել ամբողջ աշխարհում Հայաստանն էլ կարող է ունենալ նմանատիպ հզոր կազմակերպություն ու արդեն հզոր կապեր կան, նաև մենք կարողացանք թե Իտալիայում, թե Գերմանիայում արդարացնել և առաջի համարը վերցնել աշխարհում։ Եվ նաև կամանձո հակավերջական, ռազմագերարական, ոստիկանական և մարտական արվեստի համաշխարհային խորհրդի լիցենզիա ավելացրել Հայաստան և կարողացանք և Հայաստանի կառավարությունը հաստատել գեպետրեգիստրով, այսինքն մենք այսօր աշխարհում ունենք փոքր իգուճոր Հայաստանում sense հզոր կազմակերպություն և ոչ թե տեղակայված Երևանում, այլ Երևանից ընդհանուր 20 կիլոմետր հեռու և օգոստոս 3-ին բացման հնարավորություն ունեմ, ես կուզեի այո, անպայման կողմից, քանի որ մի քանի միջոցառումների ժամանակ նույնիսկ հասցրել եմ ձեր երաժշտության տակ պարել ուրախանալ, շնորհակալ եմ Նազարեն ջան, որ հրավիրել եք ձեր Գամմա մշակույթի և արվեստի ինստիտուտ։ Շնորհակալագիր
տրվում է կոմպոզիտոր Կարեն Մանուկյանին հայ կոմպոզիտորական արվեստի պահպանման, զարգացման և տարածման գործումներ դրած ավանդին, ինչպես նաև նոր սերունդներին ոգեշնչող երաժշտական ժառանգություն կերտելու համար։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Հակոբյան։ Խնդրում եմ ծաղկեփնջերը մոտեցնել։ Եվ այս ջերմակ վարդերի փունջը ջերմակ ասես Անմասն չի մնացել նաև Գիտության արվեստի մշակույթի միջազգային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարինե Զարիկյան, Մանուկյան ջան, մենք բոլորս հոգաբարձուների խորհրդի կողմից բոլորս միացյալ քեզ նվիրում ենք այս գեղեցիկ ծաղիկները ի նշան հարգանքի, սիրո և այս գեղեցիկ միջոցառման։ Շնորհակալություն ակադեմիայի խորհուրդ, խորհրդի նախագահ Նարինե Զարիկյան։ Ես այսպես ավարտական մեր պատման խոսք եմ ուզում ասել, ևս մեկ անգամ անչափ շնորհակալություն Նարեկացի արվեստի միությանը այս հարթակը տրամադրելու և հնարավորություն ընձեռելու, որ յուրաքանչյուր ստեղծագործող և կատարող իր տաղանդը ի ցույց դնի հասարակության։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բոլոր հեղինակներին, ում խոսքերի հիման վրա ես ստեղծել եմ այս հրաշալի ստեղծագործությունները։ Հանձինս դահլիճում է տաղանդաշատ, ինչպես եթե չեմ սխալվում Հայասայի մրցանակաբաշխության օրը հայտարարվեց դարի պոետ Արմեն Երիմյանին։ Ուզում շնորհակալություն հայտնել այսօրվա կայացման աջակիցներից Սահյան գրադարանի տնօրենությանը Հանձինս Նազենի Արզումանյանին։ Ուզում շնորհակալություն հայտնել Արվեստի միջազգային միությանը այս հրաշք Աֆիշան այսօրվա նվիրելու պետ պատրաստելու համար շնորհակալ եմ շատ։ Միկրոֆոնը հետագնում ես հետևից գալիս եմ։ Եվ իհարկե ուզում շնորհակալություն հայտնել ևս մեկ անգամ իմ ծնողներին, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, եւ վայելում ենք ստեղծագործությունը եւ ևս մեկ անգամ շատ շնորհակալություն այս օրվա հրաշալի պրոֆեսիոնալ արտիստներ, եկեք շատ բարձր շապահարենք իրենք, շատ բարձր։ Ես շնորհակալ եմ